Աստված օգնական։ Աստված պահապան Նարեկ ջան։ Շնորհակալություն մեր Բարի այս ժամին մեր եթեր գալու չնայած շաբաթա օրը։ Դուք մարդաչարչար եք։ Մարդաչարչար։ Տես նոր բառեր է սկսում մեր տաղավարում ծնվել։ Այդ որ չարչարում ենք ուրիշ մարդկանց։ Դե բայց Ձեզ էլ ուրիշներին։ Այդ սադոմազոյոտ է տենց։ Խնդրեմ, Դե բա համես ամիրանց։ Մենք էլ ենք տանջվում, բայց նիկոլականներին էլ ենք տանջում։ Հե՞։ Չէ։ Չէ՞։ Լավ, ավելի քրիստոնեական։ Սրբազան այսօր ուղիղ եթերների շարքի վերջին թողարկումներ, ոնց հասկացանք, ես անկեղծ երեք զանգել եմ խնդրել եմ մեզ հյուր գալ ու չէի մտածի, որ այսօր կլներ այդտենց հայտարարություն, որտեղ այդ դարել է շաբաթ օրվա, սենց ասած, ես օրինակ ամեն անգամ կամ աշխատանքի գալուց, կամ նոր քնիցս արթնացած, որովհետև ուշեմ արթնանում ես վերջերս, նայում էի քո լայվի մոտ շաբաթ օրը լայվը նայելը դարել էր սովորություն, նաուշնիկով կամ մեքենայի մեջ, ու այսօր հայտարարեցիր, որ ըստ էության սա վերջինն էր այս ձևաչափով, խնդրում եմ մի քիչ ավելի բացել փակագծերը, եթե կարելի է։ Դե մենք շատ ենք խոսել այս թեմայով, նախ շնորհակալություն, ես երևի թե ամենաշատ այցելուներից մեկն եմ այս տաղավարը։ Որ այցն է, երևի 4-րդ, հա։ Չէ, Էդգարը այդտեղ բացարձակ Չէ, մեկը ասում։ Միանշանակ, թոփի մեջ է։ Ձեր այցը Այցելություններից մեկը էլի։ Միանշանակ։ Այցելուներից մեկը։ Այո։ Մենք շատ ենք խոսել, թե առանձին, թե եթերով շատ ենք խոսել, որ մեր անելիքները ժամանակի հետ կապված ուղղակի պետք է որոշակի արդեն մարմին ստանան եւ մենք այո չեմ թաքցնում այս երկար ժամանակը տարբեր նախապատրաստություններ, պատրաստություններ, հանդիպումներ եւ այլն եւ եկել հասել ենք մի հանգրվանի, որ պետք է մեր գործողությունները Երևան հրապարակում։ Այո, այսինքն փաստացի փողոցային պայքարի ես ասել եմ այս ձևաչափով վերջինն է, կհանդիպենք այլ վայրերում։ Այո, այդ լսել ենք, այդ այլ վայրերը, այսինքն Երևանի եւ ոչ միայն Երևանի հրապարակներն են, փողոցներն են, այսինքն կարող ենք արձանագրել, որ սրբազան պայքարը ձեր գլխավորությամբ մտնում է ավելի տաք փուլ։ Այո, այդպես ասենք։ Իսկ ո՞րն է եղել նախապայմանը կամ դրդապատճառը, որ համարեցիք, որ այս փուլն է արդեն ճիշտ ժամանակը դադարելու այդ միջոցը եւ անցնելու ավելի ոնց որ կիրառական գործողությունների։ Նայեք, 1 տարի է մենք գտնվում ենք ուղղակիորեն գտնվում ենք փողոցում։ Մի քիչ թույլ, մի քիչ ուժեղ կապ չունի, բայց գտնվում ենք հրապարակներում։ Սա անժխտելի փաստ է։ Ոմանք ասում են ակտիվանալ, չակտիվանալ, ակտիվանալ տարբեր ձևեր կան։ Ինչպես միշտ ասել եմ, երևացող մասը կա, չերևացող մասը կա։ Մենք չերևացող մասը վերաբերյալ շատ չենք խոսում, եւ պետք էլ չի դրա մասին։ Դրա մասին չեն խոսում, սովորաբար, էլի։ Եվ պետք էլ չի։ Իհարկե։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ ժամանակը որքան գնում է, ես միշտ ասել եմ, որ ամեն օրը մեր կյանքի հաշվին է։ Ամեն օրը, ամեն ժամը։ Տեսեք, հիմա թեմայից չշեղվելով ուղղակիորեն պատկերները մեր աչքի առջև են։ Այս մարդը այցելում է Մոսկվա։ Ես իմիջայլոց անցյալ օրը այսօր ավելի ճիշտ իմ եթերում ասել եմ, որ Մոսկվա այցելողների այդ մերձավոր շրջանակներից մեկը ինձ ասում է, որ ես հիմա եմ հասկանում, դու որ ասում ես մեր պատիվը գողացված է, թե դա ինչ է նշանակում։ Տեսել են, զգացել են, հա։ Ասում եմ, ես հիմա եմ հասկանում, որովհետև ամոթից գետինն էի մտնում։ Հիմա դրա վրա, ինչպես ասում են Շամշադինում, icing on the cake, երեք Ալբանիայում տեղի ունեցածը Էրդողանի հետ, տեսքով, Ալիևի հետ սուրճ խմելը իմիջայլոց, ես դա շատ խորքային իմաստով եմ ասում, դա մեր տղաների արյունը խմելն էր այդ սուրճը։ Ուղղակիորեն մեր կյանքից էլ խմելը, մեր ավիշը խմելը եւ այդ մեր նահատակ հերոսների, մեր տղաների արյունը խմելը, գնալ նստել մեկի հետ, որ քեզ անընդհատ ծաղրում եւ էլ դրան նախորդած դեպքը
գնանք սուրճ խմենք եւ այլն, նայել իր կամարանքով, հեգնանքով, սա ինքը չի, իր պատկերը չի, մեզանից յուրաքանչյուրն է, մեր ամբողջական պատկերն է սա։ Հավաքական այնտեղ դա եղել է անունով ազգանով թե չի եղել, ի վերջո ներկայանում է որպես Հայաստան։ Սա է ամբողջ խնդիրը եւ շարունակական աղետի ամեն օրը, դա լինի բարոյական, հոգեվոր, նյութական տեսքով, աշխարհագրական տեսքով, անվտանգության տեսքով, հայրենիքի հանձնման տեսքով, ամեն օրը աղետի մեջ ենք մենք եւ ամեն օրվա շարունակությունը ավելի բարդացնում է մեր վիճակը, ավելի մխրճում է, ավելի խորացնում եւ կլանում է։ Մեր բարեկամներից մեկը բժիշկ ասում է, որ այսօր շտապօգնության կանչերի գրեթե 90%-ը մարդկանց նյարդային համակարգի մասին է, մագնեզիում սրսկելու կամ տալու եւ այլն։ Եվ սա ուղղակիորեն ակնհայտ արտահայտությունը թե ինչ է տեղի ունենում։ Այդ պատճառով մենք ամեն օրը երբ ուշացնում ենք, ամեն օրը դառնում է աղետ մեր կյանքում։ Ամեն օրը եւս մեկ, միջազգային ասպարեզում էլ չեմ ասում թե ինչ վիճակում ենք գտնվում։ Մենք շփվում ենք աշխարհի բոլոր կողմերի հետ, բոլոր անխտիր բոլոր կողմերի հետ եւ պատգամներ ուղակի սարսափեցնող են մեզ համար, թե սրանց ինչպես են վերաբերվում եւ Հայաստանին սրանք խնդիր չեն։ Հայաստանին, հա։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ինչա դառնում գնալով, եթե արդեն դառացա, որովհետև արտահայտում են մարդիկ։ Երկրորդ պարագան, որ մենք այս պայքարը ես միշտ ասել եմ, մենք սկսել ենք եւ չի կարող ավարտված լինել, մինչեւ չհասնի վերջնահանգրվանին։ Հաղթանակին։ Վերջ։ Հեռացմանը։ Ուրիշ տարբերակ չկա, ճանապարհ չկա։ Ես մի արդյոք Կիրանցում ասել եմ կամ մենք կամ նրանք հարցակվել էին վրաս, խտրություն բաժանում, այս վերջերս մի հոգի բարբաջողների շարքից նույն բանը կրկնել էր, նույն բանը, կամ մենք կամ նրանք, այդ նրանք ով են։ Մի հատ թողասի ով են այդ նրանքը, կամ մենք։ Դրա համար եմ ասում, ինչու երբ որ Նարեկը հարցրեց, որ ինչու հիմա այդպես եւ այլն այդ եթերից եկավ, չէ՞։ Ես ասում եմ ամեն օրը աղետը այնպես ինչպես անցյալ տարի եմ ես զգացել ամբողջը ամեն օրվա այդ խորացող իրավիճակը եւ ասել եմ վերջ, ես իմ անձնական հարցն է, իմ անձնական որոշումն է, ես չեմ կարող ինքս այդ հաշտ ապրել այլևս, չեմ կարող ուղակի։ Հիմա ստիպեք, կապեք, ոտ, ձեռ, գլուխ, ինչ ուզում եք արեք, չեմ կարող հաշտ ապրել։ Իմ սկզբունքները, գաղափարը, ապրումը, զգացումը, բացի այն խորը մեծ իմ հոգևոր զգացումը, Աստծո հանդեպ պատասխանատվությունը, ժողովրդի հանդեպ պատասխան, այդ հացը, որ ես կերել եմ այդ սեղանից մայրատորի, այս մարդկանց լումաներով, ինչ թույլ չի տալիս, էլ չեմ ասում իմ ընկերները, նահատակ զավակները, ամեն անգամ եռաբլուր գնալը, դա է եղել ամբողջ մտածումը։ Սրբազան, Եվ կներես Նարեկ ջան, ավարտեմ։ Եվ ես ասել եմ, որ ես հաշտ չեմ կարող ապրել, ինչ էլ պահանջի, կապ չունի, ես ոչ տնտեսապես եմ կապված, ոչ որևէ ազդեցության ներքո եմ, ոչ սա եմ, ոչ նա եմ, ոչ մի բան բացարձակ, ինձ ոչ կարող են կաշառել, ոչ առնել, ոչ գնել, ոչ էս անել, ոչ են անել, ոչ մի բան բացարձակ, ինձ ոչ մի կաշկանդում չունեմ ուղակի, ինձ միակ կաշկանդողը էս կյանքն է, որի շղթաներով ենք ինչպես կասի առաքյալը, մենք էլ պանդուխտ ենք այս կյանքում, այդքան բան, ուրիշ բան կաշկանդում չկա։ Ես դրա վրա չեմ կասկածում, մենք մեր դատավորություններին հաստատ հետևել եք ու այդ ընթացքում վկաներ կային, որոնց կանչել էին ու այս մարդկանց իբր ուզեցել են այս մարդկանցից կորզեին, որ իրանց անդորը խանգարվել է եւ դա խուլիգանության փաստն է արձանագրում եւ այլն ու մի շատ լավ աղջիկ կար, Տաթևը Ալեքսանդրյան։ Ես ուզում հարցը կարդալ։ Որը այդ մարդկանցից մեկն էր, որը եկավ ցուցմունք տալու որպես վկա հարցաքննվելու, ասեց, լսեք, արդեն հունից հանեցին այդ բաները, դատախազները, ասեց, լսեք, իրանք ինչ ասել են, քիչ են ասել, ես էի ուզում ասել, իրանք իմ տեղն են ասել։ Ես շատ շնորհակալ եմ, որ ասել են։ Ու Տաթևը մեզ հիմա հարց ա տվել ձեզ։ Ես կներես ավելացնեմ ուղղակի, որ որոշակի տենց Տաթևի հանդեպ իրան մենք հիմա չենք հանդիպել ոչ մի կերպ, որովհետև հələ վերաքննիչ կա բան, որպեսզի տենց վկայի հետ ինչ որ բան չանեն, միչև հիմա
ես այդ ախտան չեմ դե մի անգամ տեսել դատարանում։ Ես անպայման այս ամեն ինչ ավարտի տեսնելու ենք անպայման կհանդիպենք Տաթև ջան ու ես որոշակի sense բան էլի դու մեզ դիտելու հետևանքով ընկել ես այդ քաշքշուկի մեջ ու որոշակի պարտավորություններ եւ էմպաթիա եւ սիմպաթիա։ Հա ու դրա համար միանգամից երբ որ դու հարց ես գրում տենց առանձնացի միանգամից կարդում ենք ամեն հարցը ես կուզեմ կարդանք բայց նաեւ հավելենք այդ հարցին որովհետեւ տենց դրա մասին պիտի խոսենք հա ինչ հարցնում Տաթև ասում է Բագրատ Սրբազան հարցրը խնդրում պայքարի շարունակությունը ինչպես է տեսնում նախորդ փորձը ցույց տվեց որ սրանք ամեն ինչի պատրաստ են նույն ձև չի լինի էլի հիմա ես եթե թույլ տակ հավելեմ նաև հիմա մենք ունենք ինչ որ տարբեր ներքաղաքական խառնաշփոթ է որոշակի նաև մեր այսօրվա հարցումն է դրա մասին այսինքն ինչ որ մի պահ հայտնվեց այս impeachment-ի օրակարգը դրա հետևանքով նաև տեղի ունեցավ որոշակի զարգացումներ երկու падգամավոր առաջադրեցին Էդմոն Մարուքյանի տեխնացությունը ինքն էլ շատ հավեսով այդ առաջարկը ընդունեց միանգամից սկսեց կապվել Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության հետ նաև Պատիվ ունեմի հետ եւ ինչ որ տենց արդեն հաշվարկների մեջ այլ 2+6 +8 հետո ընդեղից բան եւ նաև այստեղ Վահանը Բաբայան սա ուղղակի եմ ասում այնպես չի որ ինքը նույն համատեքստի մեջ է բայց impeachment-ը առանձին թողենք էլի Առանձին թողենք, թող այս հարցին պատասխանի Սրբազանը։ Դե դա է, ինչն է ստեղ, չէ, impeachment-ը պետք է սրա մեջ ինձ թվում է միացնենք, ինչի։ Բացատրեմ ինչի, որտեղ այդ ժամանակ եղավ փողոց 60,000-անոց եւ ավել։ Եվ ցույց տվեց, որ քանակից ինքը չի գնում։ Եվ այսօրվա դրությամբ ունենք կամ, չգիտեմ, պետքա ունենանք ցանկություն կամ տեսլական, որ գնալու ենք նույն ճանապարհով, բայց գուցե այդ մարկանց այլ գործողությունների համախմբելով, թե օրինակ կարծում եք, որ impeachment-ն է տարբերակը ինչ որ ձևաչափով։ Մի քանի շերտանի հարց։ Դրա համար է ասում, սկզբից Տաթևի հարցին պատասխանենք, չենտեղ կան շերտեր, impeachment-ի մեջ կան շերտեր, օրինակ ասում են Սրբազանը խուսափել է իրանց հանդիպի Դե կգանք, գլոբալ Մալյանի թեմայով ու Էդգար Ղազարանին Էդգարը որ ժամանակ ուզենա, որ պայն ուզենա կարող է հանդիպել Շատ լավ, դրա համար առանցին խոսանք Որն է տարբերակը Պայքարի շարունակությունը Տաթևի հարցով Ուրեմն Տաթևի հարցին Նախ ես հասկանալի պատճառներով Տաթև ջան Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գնահատել ձեր քայլը Եվ դա այդպես է Շատ ապրեք Տղաների մասով նախ հետ կամ հարցին Ինչ եղավ ձեր գործը վերջը չհասկացա արդարացվեցիք թե ոչ Արդար տղեկ ենք Արդարացվել է առաջին Դեռ գնան իրանք եթե պետք լինի ես ասել եմ Իդեպ մի հատ հետաքրքիր բան ասեմ երբ որ մեր խափանման միջոցներ էին փոխում այնտեղ մի հատ Հայկ Հարությունյան կար դատախազներից Ուրեմն նենց ոգևորված էր, նենց նեղված էր այդ ամեն ինչից։ Ես դատարանում ասացի սրանց որ մնա, այս հարցը բողոքարկելու են Եվրոդատարանի, չի իրավունքը մենակ։ Հիմա ինչքան կարան բողոքարկեն, բայց այս պահին Եվրոդատարան գնան, էլի եթե այս պահին արդարացված, հա, ազնիվ օրենքի հանդեպ որևէ պարտականություն չունեցող ոչ միայն ձեզ, այլև բոլոր նրանց, ովքեր մասնակից են այս գործընթացին, բայց առաջին հերթին ձեզ Ռուբեն Մելիքյանից է մցրեց, էլի ձեռիած Սրբազանը Արսեն Բաբայանին, ջեր ողջույններ Բնականաբար բոլոր դատապաշտպաններին, իրավապաշտպաններին, մեր բոլոր տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր եւ նաեւ դիտող ինչ եք ասում, ունկնդիրներին, ակնդիրներին, համախոհներին, բոլորին եւ մեզ բոլորիս, սա Ինչ որ իմաստով նաև ձեր որքան ձեր հարցն է անձնական, այդքան էլ հավաքական դրսևորում է։ Դուք չեք ելել ասենք խանութի գովազդ անելու, ձեզ բռնել են, ձեր գովազդ անելու խանութի բռնել տարել են։ Իհարկե։ Մեր ընդհանուր կյանքի համապատկերի մեջ է դիտված։ Ու լավ նախադեպ է, կարելի ասենց ասել։ Լավ նախադեպ է, ապրեք դուք որ հաղթեցիք նաև, այդպես հաղթեցիք։ Հիմա գամ Տաթևի հարցին։ Նախ ամենասկզբից ուզում եմ ասել որ ես կարծում եմ, որ այսպես եթերով նման հարցի դետալով պատասխանելը ճիշտ չի ուղղակի։ Չէ, բայց կարելի է պատասխանել ընդհանուր, փոխվելու է մարտավարությունը։ Ընդհանուր մոտեցումները, մարտավարությունը շատ փոխված է։ Մենք ես տարբեր եթերների ժամանակ տարբեր ձևաչափեր փորձել եմ ինչ որ ձևով հասկացնել թե ինչ է տեղի ունենում, բայց
հավանաբար պետք է շոշափելի շատ մանրակրկիտ խոսել, որ ես հրաժարվում եմ դրանից, բայց ասեմ ձեզ, այս ընթացքում Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, Երևանի վարչական շրջաններով, բոլոր հնարավոր բնակավայրերով, որտեղ որ հնարավոր է եւ անհնար է նույնիսկ, ինձ գոհացնողը այն է, որ բազմաթիվ մարդիկ են իրենց ինչ ասեմ, հանձնառությունը հայտնել այս պայքարի մեջ մտնելու, որ եղել են, բայց ոմանք էլ նոր են, չեն եղել։ Եվ միևնույն ժամանակ նաև իրենք ներգրաված լինելու կազմակերպչական եւ մարտավարական, թե կազմակերպչական հարցերում եւ թե մարտավարական տարբեր գործողություններում։ Այո, փոխվել է, որովհետեւ անցյալի ես չեմ ամաչում անցնող ամբողջ տարվա համար որևէ ձևով ասելու, թե սխալի մասին խոսելու, թե մնացած բոլոր հանգամանքների մասին, չեմ, թող ամաչի նա, ով դուրս չի եկել կռվի, ես չեմ ամաչելու դրա համար, այո, չի հաջողվել, որովհետև երևի մի մասը կամ մեծ մասը իմ անփորձությունն է եղել, դաշտի հետ կապված, գործողությունների հետ կապված, միգուցե են մեր բարոյական մեծ հասկացողությունն է եղել, որ դե անհնար է, որ այս իրավիճակում որևէ մեկը չասի, լավ ժողովուրդ։ Միամտություն, Սրբազան, անփորձության հետևանքով, հա։ Միամտություն չեմ ասի, անփորձություն կասեմ, միամտության խնդիր չէ, մենք գիտենք ում հետ են կռվում, բայց մեր աստիճանը բարոյականության այն ստորին աստիճանում չի, որ կասկածներ ունենային, այն վերջին հավատ ունես, գիտես, մի հատ վերջին հավատ ունես, որ այս մարդու մեջ կամ այս մարդկանց մեջ ինչ որ բան կփոխվի։ Այն ռուս ասում է պրոֆդեֆորմացիա է։ Էդի բանն է, չէ՞, որ ինչ որ բան բանի քո գործունեության հետևանքով ձեռք բերված ինչ որ բանը, որը դե ձեր մոտ չէր կարա այդ հավատի այդ մի Չնչին հատվածը չլիներ, թեպետ իմ մոտ չկար օրինակ ու էլի երևի շատ բարձր։ Չէ, ես հիմա դա անձնական զգացում ես, ասում եմ, անփորձությունն է, տարբեր սխալներ են, իմ որոշակիորեն հանձնառության ինչ որ իմաստով պակասն է եղել եւ այլն, տարբեր բաներ են, տեխնացուի խնդիր կար, սա կար, նա կար, տարբեր հարցեր, կազմակերպչական, որ հիմա մենք առավելություն ունենք անցյալի նկատմամբ, այն իմաստով որ կազմակերպչական փուլը մեր շատ ավելին է, քան նախկինում կարող էր լինել կամ կար։ Սա որոշակի իմաստով մեզ իրավունք է տալիս նաև մտածելու, որ մենք այդ ծրագրված մեր անելիքները պետք է կյանքի կոչենք։ Ես բնականը չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, ինչպես ոչ մի անօրինական բան չկա, խաղաղ անհնազանդության գործողություններ են, որոնք պետք է տեղի ունենան օրինականության լրիվ օրենքի սահմաններում ոչ մի ավելորդ բան պահանջվածից ավելի, բայց դա միևնույն ժամանակ չի նշանակում, որ մեզ կարող են գալ տրորել անցնել որևէ ձևով։